Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 14։ Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերը օրհնությունը կլինի ինձ հետ։ Աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։ Սաղմոս 42-րդ գլուխ 8-րդ խոսք։ Երախտագիտությունը պահպանում է մեր և Աստծո միջև կապը, որը կխզվեր և կխաթարվեր, եթե մենք դադարեինք դիմել Նրան, երբ ստանայինք այն, ինչ ուզում էինք, և եթե մեր կարիքները բավարարվելուց հետո Աստված այլևս չլսեր մեզ։ Եզեկիելի տաճարի օրենքների համաձայն հավատացյալները պարտավոր էին մտնել մեկ դռնով և դուրս գալ մյուսով, որպեսզի նրանցից ոչ մեկը երբեք մեջքը չդարձներ ողորմության աթոռին։ Եզեկիել 46-րդ գլուխ 9-րդ խոսք։ Բայց անկախ նրանից, թե որ կողմից էին մտնում, նրանք պետք է դուրս գային ուղիղ դրա դիմաց։ Աստված չի կարող հանդուրժել, որ մարդիկ, երբ իրենց խնդրածը ստանում են, այլևս երես թեքեն իրենից։ Աղոթքն ու փառաբանությունը շարունակում են պահպանել մեր հաղորդակցությունն ու մտերմությունը Աստծո հետ, որպեսզի մեր և նրա միջև մշտապես հարաբերություն լինի, ամեն բան Նրանից խնդրելով և ամեն բան Նրա ձեռքից ընդունելով։ Աղոթքն ու փառաբանությունը մեր մշտական ընթացքը պետք է լինեն։ Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն Նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Եբրայեցիս 13-րդ գլուխ 15-րդ խոսք։ Գերագույն բարերարին և ամեն բարության աղբյուրին պետք է մշտապես ճանաչել ու փառավորել, և դրանում պետք է լինի շարունակական ընթացք։ Որոշ ողորմություններ այնքան ընդհանուր և օգտակար են, որ դրանք պետք է ամեն օր հիշել Աստծո առաջ։ Աստված մշտապես օրհնում է իր ժողովրդին և նոր ողորմություններով նոր առիթներ է տալիս նրան փառաբանելու և գոհություն հայտնելու։